Գյումրիում եւ Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրը օդից կախված է մնում։ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում ավելի քան 2 տարի քննարկվող խոշոր այս ծրագիրն այդպես էլ չի իրականանում։ Գյումրիում իշխանությունը բացահայտ դեմ է, իսկ Վանաձորում ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Տարածք հատկացնելու հարցն օրակարգ էլ չի հասնում։ Երկու խոշոր քաղաքներն աղբից ազատելու ծրագիր ներկայացրած Արմեկոտեք ընկերության հիմնադիր Միխայել Բադինն ասում է, կարծում էր երկու համայնքներում էլ ուրախությամբ կընդունեն իրենց ծրագիրը։ Համայնքը մենակ օգուտ կունենա։ Վանաձորում խոստացել են տարածք հատկացնել ավագանու առաջիկա նիստում, բայց արդեն 7 ամիս է նիստ չկա, հայտնի էլ չէ երբ կլինի, իսկ Գյումրիում թեև անցած տարի ավագանին բուլվարային թաղամասի եւ ներկայիս աղբավայրի միջև կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու նախնական համաձայնություն է տվել, բայց ամիսներ առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործը կանգ է առել։ Անցած ամիս ավագանու նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը հարց բարձրացրեց. ինչ եղավ աղբի վերամշակման ծրագիրը, ինչու այդ մասին լուռ են։ Այստեղ ունենք հենց փաստ, երբ ներդրողը կա, կառավարությունը իր կողմից հասանելի արտոնություններ, թույլտվություններ, աջակցություններ տվել է, հերթը հասել է համայնքապետարանին, բայց ինչ-ինչ հողհատկացումներ չի լինում եւ չի պատճառաբանում։ Խնդրեմ մեկնաբանեք, թե ինչու է։ Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե ընկերության ծրագիրն ամենևին էլ օգուտ չէ Գյումրիին։ Ավելին, ասաց աղբի վերամշակմամբ քաղաքը խոշոր եկամուտներից կզրկվի։ Իրանք ոչ թե ուզում են կոմպոստային դաշտը տեղափոխել, որ այդ մուշ թաղամասը ազատվի։ Ուղղակի իրանք ուզում են այդ աղբը օգտագործել։ Եվ այդ աղբը օգտագործելով ուզում են քաղաքի ամբողջ ուրեմն աղբի հետ կապված գումարները իրենք հավաքեն։ Եվ քաղաքապետարանը այդտեղ շատ մեծ վնասներ է կրելու։ Մի օր եկեք քննարկենք, ես դες կբացատրեմ։ Իրանք հսկայական շահույթներ կվերցնեն, բայց արածը ոչինչ բան կլինի։ Մինչդեռ ըստ Գյումրիի համայնքապետի քաղաքի համար ոչ շահավետ այս ծրագրով Արմեկոտեք ընկերությունը խոստանում է երկու մեծ քաղաքներում աղբահանությունը կատարել սեփական միջոցներով, ժամանակին ու առաջատար եղանակներով, նաև աղբահանության տեխնիկական միջոցների ու աղբարկղերի սպասարկում, որակյալ տեղափոխություն, առանց արտանետումների վերամշակում։ Ընկերության հիմնադիր Միխայել Բադինն ասում է, աղբի վերամշակումից գյուղատնտեսական պարարտանյութ են ստանալու լոլիկի եւ վարունգի աճեցման համար։ Ընդ որում, ըստ առաջարկի համայնքները 5% բաժնեմաս են ունենալու։ Աղբի կուտակում չի լինելու բառից բուն իմաստով, մեր համակարգերը 45-50 րոպեվա ընթացքում յուրաքանչյուր մեջի եղած բաղադրությունը հոտս են վերացնում առանց արտանետումների։ Գեղեցիկ ամեն ինչը ստանդարտներին համապատասխան, բացի դա վերացնենք, բացի դա համայնքը 5% կազմակերպությունում փայ է մնում։ Ընկերությունն աղբի մշակման գործարան ունի Ռուսաստանում, ավելի քան 2 տարի Հայաստանում պետական ու համայնքային կառույցների հետ գրագրությունների մեջ է։ Գյումրիում եւ Վանաձորում տարածքի ձեռքբերման գործընթացին է հասել։ Պայմանն այն է, որ 3 տարում ծրագիրը կյանքի կոչվի։ Բադինը մինչդեռ վստահեցնում է 1 տարին էլ բավարար կլինի, եթե խոչընդոտներ չլինեն։ Ամենակարևորը այսօրվա դրությամբ, որ մեր Հայաստանի Հանրապետությունը իրականում գնալով մոռանա աղբի պոլիգոնների մասին։ Երկու համայնքների գործող աղբավայրերն էլ շահագործվում են առանց կանոնների, բնակավայրերին կպած, ժամանակ առ ժամանակ այրվում են ու մեծ վտանգ ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Վանաձորի աղբավայրը Արջուտ գյուղին կից է, դեռ 2006-ից սեփականաշնորհված։ Սեփականատերն անցած տարիներին ոչինչ չի բարելավել, ներդրումներ չկան։ Արջուտի բնակիչները պարբերաբար ահազանգում են վնասների մասին։ Համայնքն ու սեփականատերը միմյանց վրա են գցում պարտավորությունները։ Արդյունքում վիճակը գնալով ավելի է վատանում։ Աղբի խնդիրը լուծելու պատրաստակամություն հայտնած ընկերությունն էլ հրաժարվում է միջամտել Արջուտի սեփականաշնորհված աղբավայրի կոնսերվացմանը, իսկ Գյումրում մուշ թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրը ներդրողի աչքի տակ է։ Միխայել Բադինն ասում է, ամեն տարի պատրաստ են ներդրում անել նաև եղած աղբավայրի վերացման ուղղությամբ։ 200 միլիոնին տարեկան համարժեք
այսինքն դա մեր կողմից անհատույց հին աղբավայրի վերաբերյալ կուլտիվացումը արվի։ Ինչու գործն առաջ չի գնում ավականու ԿՊ-ական անդամն ու խոշոր ներդրումների պատրաստ ընկերությունը Գյումրիի ղեկավարից գրավոր պարզաբանում են պահանջել, այն դեռ չեն ստացել։ Գյումրու համայնքապետարանը արդեն X ժամանակ գրությանը պատասխան չի տալիս եւ չի պատճառաբանում, թե ծրագիրը որ թույլտն է խանգարում կամ որ թույլի հետ համաձայն չէ կամ քննարկում չի կազմակերպվում։ Բնականաբար ինչ ամիսից ավել է անցել, մենք պատասխան չունենք, չենք էլ ունենալու, մեզ ոչ մեկ չի տալու պատասխան։ Ազատությունը տարիներ առաջ էր պարզել, որոշ անհատներ Հայաստանի աղբավայրերից մեծ եկամուտներ են ստանում։ Տասնյակ մարդիկ առավոտից երեկո փորփրում են գարշահոտ աղբը, տեսակավորում, առանձնացնում գտնված իրերն ու հանձնում տարածքը նայողներին։ Միայն Երևանի Նուբարաշենի 50 հեկտար աղբանոցից օրական առնվազն 2 բարձված բեռնատար է դուրս գալիս եւ իրացվում մոտ 2 տոննա ապրանք։ Մասնագետների հաշվարկով այն 3-ից 4,000 դոլար է կազմում։ Նույն պատկերն է նաև Գյումրիի եւ Վանաձորի աղբավայրերում։ Այդ ամենաթողությունը, որը տիրում է Նուբարաշենում, դա հավանաբար տեղի է ունենում ինչ-որ մեկի իշխանության ներքո։ Հավանաբար ինչ-որ մեկը հովանավորում էր եւ մինչեւ այսօր մարդիկ այնտեղ ապրում են, մարդիկ այնտեղ մեռնում են, մարդիկ այնտեղ տեսակավորում են եւ երևի ինչ-որ բան ստանում են։ Եվ պարզ բան է, որ այնտեղ ինչ-որ մեկը կա։ Հնարավոր չէ, որ այսքան տարի իշխանությունը չնկատեր դա։ Ուղղակի հնարավոր չէ։ Государство не замечало этого. Просто не может быть такого. Այլ երկրներում աղբի վերամշակմամբ զբաղվող մասնագետները դեռ տարիներ առաջ Ազատությանն ասել էին, այստեղ բիզնես շահեր կան, որոնց պատճառով Հայաստանում մշտապես հետաձգվում են աղբի վերամշակման ծրագրերը։